Անձնագրային բաժանմունքը մինչև այժմ գործում է Շինարարների փողոցի 10-րդ շենքի առաջին հարկում։ Տարածքն անմխիթար էր եւ ոչ հարմարավետ։ Աշխատասենյակները փոքր էին, բառացիորեն մի քանի քառակուսի մետր, ինչն էլ դժվարացնում էր աշխատանքն ու հերթերի կուտակման առիթ դառնում։ Տեղի խնդիր, հերթերի կուտակում։ Ինձ թվում է արդեն այդ բոլոր հարցերը կշտկվեն։ Նոր շենքը կառուցվեց մի քանի ամսում։ Նպատակն առավել արդյունավետ քաղաքակիրթ ծառայությունների մատուցում ապահովելն էր։ Բաժանմունքը համալրվել է նոր աշխատակիցներով։ Եթե նախկինում կար 3 համակարգիչ, ապա այսօր դրանց թիվը հասնում է 10-ի։ Բաժանմունքի բացմանն այսօր ներկա է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նորոգման ու տեխնիկական վերազինման աշխատանքները իրականացվել են արտաբյուջետային միջոցների հաշվին։ Ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ 60 միլիոն դրամ։ Բաժանմունքում տեղադրված տեսախցիկը ոստիկանության ղեկավարությանը հնարավորություն է ընձեռում առցանց հետևել աշխատանքներին։ Արդենից Երևան քաղաքում վերակառուցվել է նոր նորքի անձնագրային ծառայությունը։ Սա արվում է ազգաբնակչությունը ավելի որակյալ սպասարկելու, ավելի թափանցիկ ծառայությունը լինելու։ Բարեփոխումների ծրագրով առաջիկայում կնորոգվեն նաև այլ բաժանմունքներ։ Ոստիկանությունում համոզված են, որ նշված աշխատանքների արդյունքում զգալիորեն կբարձրանա սպասարկման որակն ու կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը։ Եթե նախկինում տեսել եք այս բաժանմունքը, ինչպես ասում են, մի մետրի վրա 4 հոգի հավաքված եւ այդ պայմաններում ուղղակի քաղաքացուն ոչ ժպտալ է լինում, ոչ էլ քաղաքացին կարող էր բավարարված լինել։ Իսկ այս ընդարձակ պայմաններում ես կարծում եմ, որ ժպիտները ավելի ընդարձակ կլինեն։ Նշենք, որ մինչև դեկտեմբերի 10-ը կավարտվեն նաև ոստիկանության Ավանի անձնագրային ծառայության հիմնանորոգման աշխատանքները։ Մարինե Ավանեսյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։